Իշխանությունը տրամադրված է կեղծել առաջիկա ընտրությունները, նախորդներից ավելի կազմակերպված ձևով կարծում է ՀԱԿ կուսակցության ավականու ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Ուստի Երևանի ավականու ընտրություններում իշխանության պարտությունը ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության արդյունքում է հնարավոր համարում։ Խաչատրյանը առաջիկայում այդ ուժերի հետ կարծում է նաև միասնական վերահսկողական շտաբ կձևավորվի։ Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանն էլ վերջին համագումարում հայտարարեց, որ ձեր ընտրազանգվածի մեծ մասը ժառանգության հանրահավաքներում վերջին օրերին այդ մարդիկ նկատվում են, այնտեղ են, հրապարակում են։ Հիմա այդ ընտրազանգվածը, որը նախկինում ձերն էր, հիմա էլ է ձերը, թե ժառանգությանն է անցել։ Եվ մերն է, եւ ժառանգությանն է։ Մենք մեծ հնարավորություն ենք տվել մարդկանց, ես նկատի ունեմ 4 ոչ իշխանական ուժերի իրենց գաղափարական կամ այլ տեսանկյունից ելնելով քվեարկեն իրենց ուզած մարդուն։ Ես այդպիսի խնդիր չէի ուզի դնել եւ չէի ուզի, որպեսզի դուք էլ այդպիսի հարցադրում անեք։ Ամենակարևորը, որ իշխանության ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները այս ընտրություններում չհաղթեն, չունենան համապատասխան ձայներ, որով կարողանան քաղաքապետ ընտրել եւ ավականի ձևավորել։ Մեզ համար կարևոր խնդիր է։ Քանի մանդատ պետք է ստանա ՀԱԿ-ը, որպեսզի աշխատի Երևանի ավականիում։ Ինչպես հայտնի է, 2009-ին ընդդիմադիր դաշինքի անդամները հրաժարվեցին իրենց մանդատներից։ 6% եւ ավել։ Չէ, նկատի ունեմ անցած անգամ հավաքել եք 6% եւ ավել, սակայն չաշխատեցիք։ Անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմա էականորեն տարբերվում է։ Անցյալ անգամ մեր քաղաքական գործունեությունը հիմնականում իրականացում էր փողոցում։ Անցյալ անգամ մենք ունենք քաղբանտարկերներ եւ մենք որևիցե համագործակցության չեն գնալ իշխանության հետ։ Հիշում եք, մինչեւ վերջի քայլը, երբ որ ազատվեց վերջի քաղբանտարկերը եւ մենք նստեցինք երկխոսության իշխանության ներկայացուցիչների հետ։ Անձամբ Խաչատրյանը, եթե ՀԱԿ-ը չհաղթի, ինքն էլ քաղաքապետ չդառնա, պատրաստ է անգամ ավականու կազմում աշխատել։ Գիտեք, շատ մեծ ամբիցիաներ չունեմ ինքս։ Ես ավելի շատ մտածում եմ, որտեղ կարող եմ օգտակար լինել։ ՀԱԿ-ի քաղաքապետի տեխնացուն այսօր հանդիպես Դալմայի այգիների նախկին սեփականատերերի հետ, ինչպես հավաքվածներն էին նշում, մոտ 20 հոգու դեռ չեն փոխհատուցել իրենց հողատարածքների համար։ Առաջարկել են $1-ից $10 համարժեք դրամ կամ հողատարածք Երևանամերձ հատվածներում, սակայն նախկին սեփականատերերը համաձայն չեն դրան։ Փոխհատուցում գոնե նորմալ վճարեն, ոչ թե թուլափայ են տալիս ու անամոթաբար ասում են դա էլ ձեզ չի ասում։ Բայց մենք չենք վիրավորի 22 տարի մենք կյանք ենք թողել այդ հողում։ Վերջապես փոխային հողատեր լինենք, հələ մի բան էլ։ Խաչատրյանը կարծում է բնապահպանական խնդրի առումով Երևանի փրկության օղակներից մեկը Դալմայի այգիներն են։ Չնայած տարբեր նախագծեր կան այդ տարածքում իրականացվող, շենքեր են վերխոյանում, Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող նոր ընդարձակ ճանապարհ է կառուցվում, բայց իրավիճակը ամենևին անշրջելի չէ։ Ընտրվելու դեպքում Վահագն Խաչատրյանը այդ տարածքում քաղաքային այգի է պատկերացնում։ Հետ շրջելու հնարավորությունը շատ հստակ տեսնում եմ։ Կկառուցվի ճանապարհը եւ վերջ։ Ուղղակի ճանապարհից դուրս որևէ կառուցապատում չի իրականացվի։